Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 10։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը, Աստծո պատկերովը ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։ Ծննդոց 1:27 խոսք։ Աշխարհի մեծ արարիչը բարեհաճեց ստեղծել 3 տեսակի կենդանի էակներ։ Նա հրեշտակներին ստեղծեց որպես մաքուր հոգիներ առանց մարմնի և հետևաբար նրանց ստեղծեց միայն երկնքի, այլ ոչ թե երկրային կյանքի համար։ Կենդանիները ստեղծվեցին մարմնավոր, առանց անմահ հոգիների և հետևաբար նրանք ստեղծվեցին միայն երկրի, այլ ոչ թե երկնքի համար։ Սակայն մարդն ունի միջանկյալ բնույթ դրանց միջև, քանի որ նա ունի և մարմին, և հոգի, և հետևաբար նա ստեղծվեց երկրի համար, բայց որպես անցում կամ ճանապարհ դեպի երկինք, այլ ոչ թե որպես իր տուն կամ երջանկություն։ Թագավորական վիճակը, որի համար մարդը ստեղծվել էր, եղել է ճանաչել Տիրոջ փառավոր գերիշխանությունը, նրան փառաբանել իր սուրբ հրեշտակների առջև և սիրել Տիրոջը մշտապես լցված նրա սիրով։ Քանի որ սա էր այն նպատակը, որի համար մարդը ստեղծվել էր, Աստված նրան շնորհեց նաև այն միջոցները, որոնք համապատասխան էին այդ նպատակին հասնելու համար։ Այս միջոցները հիմնականում երկուս են. Առաջին՝ մարդու մտքի ճիշտ կազմվածք և կարգավիճակ, երկրորդ՝ նրա կյանքի ճիշտ կարգապահություն։ Առաջինի համար Աստված կերտեց մարդու բնավորությունը իր նպատակին համապատասխան, տալով նրան այնպիսի ճանաչողություն Աստծո մասին, որը համապատասխան է նրա ներկայիս վիճակին, և սիրտ՝ ուղղված Աստծուն սուրբ սիրով։ Սակայն նա նրան չկայունացրեց և չհաստատեց այս վիճակում, այլ նրան տվեց ազատության գործոնը։ Նա թողեց նրան իր սեփական ազատ կամքի ձեռքում։ Երկրորդի համար Աստված կատարեց այն, ինչ իրենն էր։ Նա մարդուն տվեց կատարյալ օրենք, որը պահանջում էր, որ նա շարունակ պահի Աստծո սերը և հոժար կամքով հնազանդվի նրան։ Սակայն գիտակցաբար խախտելով այս օրենքը, մարդը ոչ միայն կորցրեց հավիտենական կյանքի հույսերը, այլև իր սիրտը հեռացրեց Աստծուց և ամրապնդեց այն նյութական, մարմնավոր և ստոր բաների վրա։